Представьте себе Саратов. Есть условная организация. Պատկերացրեք Սարատովում կա պայմանական մի կազմակերպություն, օրինակ Սարատովի հայերը ոչ, Ալֆա+, այն կոչվում է Ալֆա+, այնտեղ ասֆալտ է փռում ինչ-որ հաղորդակցության ուղիներ, խողովակներ, խողովակաշարեր եւ այլն, պետական տենդերներ է ստանում, կանչվում է արգելի կազմակերպության սեփականատերը կամ համասեփականատերը, կազմակերպության արգելի սեփականատեր, ձեզ մոտ այդտեղ 20 անձ է աշխատում հայկական ազնագրով, ապահովեք, որպեսզի նրանք այնտեղ գնան եւ ճիշտ քվեարկեն, թող մտածեն վերջի դրանք պետական փողեր են, չէ՞։ Համացանցում հունիսի 6-ին տարածված ձայնագրությունից շաբաթներ անց քննչական կոմիտեն հայտնեց. Քրեական վաղորդի ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն պարզվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ավետիք Չալաբյանը։ Վարույթի շրջանակում Չալաբյանը հունիսի 24-ին ձերբակալվեց, դատարանն էլ բավարարեց նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Քննվող քրեական վաղորդի շրջանակներում ձեռնարկված քննչական եւ վարորդային գործողությունների արդյունքներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը հանդիսանալով հայաքվե միավորման համակարգող Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացված խորհրդարանական ընտրությունների իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նպատակով 2026 թվականի մայիս ամսին մեկնել եւ հանդիպումներ է ունեցել այդ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել եւ տրվել է նրանց, որպեսզի վերջիններս խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցող անձանց ընտրությունների ազատ իրականացմանը։ Ըստ քննչականի Չալաբյանը տվյալ պետության պաշտոնատար անձանց շահագրգռելու միջոցով դրդել է, որպեսզի նրանք խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն կազմակերպություններում աշխատող ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներին մեկնել Հայաստան։ Այդ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում պետք է քվեարկեին ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների ձայնագրությունում Չալաբյանը զրուցում է Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի եւ երկրորդ քարտուղար Քրիստինա Ալյոնկինայի հետ։ Դեռ ձայնագրության տարածման օրը Դանիել Յովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ անկախ դիտորդ դաշինքը գրությամբ դիմելու է քննչական կոմիտե, որպեսզի այս ձայնագրությունը կցվի Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի մասով հարուցված քրեական գործին։ Յովհաննիսյանը ենթադրում է, որ իրենց հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով են ձերբակալել Չալաբյանին։ Վերջինս հունիսի 7-ին լրագրողների հետ ճեպազորույցում հրապարակված ձայնագրությունը որակել էր որպես կեղծիք, պնդելով, որ անհրաժեշտ է պարզել դրանց իրական աղբյուրը։ Նա հաստատել էր, որ նախկինում հանդիպում ունեցել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչների հետ, սակայն այն բնութագրել էր որպես ճանաչողական շփում։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանը Ավետիք Չալաբյանի գործը զավեշտալի է որակել։ Ըստ նրա քննչական կոմիտեն գոյություն չունեցող փաստական հանգամանքներ է վկայակոչել։ Հսկող դատախազի որոշմամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։